ՏՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել աուդիոուղերձով, վերջինս անդրադարձել է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող մի շարք աղմկահարույց իրադարձություններին, այդ թվում քահանաների ձերբակալությանը։ Վարդան Ղուկասյանի խոսքով վեհապար պետք է դառնա Միքայել Աջապահյանը, միայն նա անկեղծորեն խոսեց այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նա չվախեցավ իշխանական գրողներից։ Վարդան Ղուկասյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է Գարեգին Բ-ն լռել։ Վարդան Ղուկասյանը նշում է, որ ճիշտ է, նա տարբեր անգամներ տարբեր կերպ է արտահայտվել Գարեգին Բ-ի մասին, սակայն այժմ պատրաստ է կոչ անել, որպեսզի չլռի, կանգնի բոլոր հոգևորականների մեջքին և այդպիսով հասկանան, թե ինչպես կարող են երկիրը փրկել այսօրվա աղետից։ Վարդան Ղուկասյանն իր խոսքում նշել է, որ այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փորձել են իրեն Ամերիկայում պահել, այդպիսով լռեցնելով, քանի որ Վարդան Ղուկասյանը այն միակ մարդն է, ով տարբեր իրադարձությունների մասին անվախ և անվերապահորեն իր ճիշտ կարծիքն է արտահայտում։ Ներկայացնում ենք վերջինիս անկեղծ խոսքը առանց մեկնաբանության։ Եվ այս ամենը տեղի է ունենում ամենայն հայոց կաթողիկոսի քար լռության ֆոնի վրա։ Ինչ է այդ մարդը սուս։ Ես չգիտեմ։ Ես էլ դիմուն գրեցի այդ մարդուն, էլ նամակ գրեցի, էլ ասեցի լավ մեր միջև ինչ եղել է անցածրնի։ Ես քո կողը կանգնած եմ։ Հեն խոսա ընկեր կաթողիկոս, խոսա, բայց մենք տենում ենք, որ կաթողիկոսը լուռ է։ Ստեղից կարելի է հետևություն քաղել, որ կաթողիկոսի տակ փաստորեն երևի այնքան թակ կա, տամպրամատ, որ այդ մարդը մնում ասուս իան թվա, որ սուս մնաց, իան հերթը չի հասնելու, են ջալալի նման, որ սուս մնաց, եկան դոմպին տարան, իմ ասում է, դուստի տնես ես խոստամ, բայց 6 տարի է ուրիշ, հիմա էսի է, հենց բռնեն տանենք, ասի դուք ստիպում եք ես խոսամ։ Ես կոչ եմ անում ամենայն հայոց կաթողիկոսին, վեշերդ հավաքի, հելի գնա Վատիկան, խնդրի քաղաքական ապաստան, դրանով իսկ ուշադրությունը հրավիրելով Հայաստանում գնացող պետական տերորի վրա։ Սա մեկ։ Երկրորդը, ամենայն հայոց կաթողիկոս պետք է ընտրվի Աջապահյանը, ուրիշ արժանի թեկնածու ես չեմ տենում։ Կոչ եմ անում բոլոր հոգևորականներին, Հայաստանի Հանրապետության բոլոր թեմի առաջնորդներին, գոնե ամեն շաբաթ երկիրակի պատարակ մատուցել այն քերակատարողական հիմնարկի առջև, որտեղ նստած է Աջապահյանը։ Աջապահյանը պետք է դառնա ամենայն հայոց կաթողիկոս։ Միակ մարդն էր, որը դուրս եկավ այս ռեժիմի և այս պարլամենտական ընդդիմություն կոչված վիժվածքների դեմ։ Դրա համար Դուբլին բերին կողին դարդ։ Աջապահյանը քաղաքական հալածյալ է և բարետ Աջապահյանը խղճի դատապարտյալ է, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ժողովուրդը նորից լուռ է։ Կոչ եմ անում հոգևորականներին, այդ բարձրաստիճան, որոնք սուսպուս նստած են իրենց տեղերը և իրենց թվում է իրենց հերթը չի հասնելու, անցեք բոլոր դեսպանատաններով, երկրապահ կամավորական միության են քաջարի նվիրյալ մարտիկները, որոնք նվիրյալ են իրոք Վազգեն Սարգսյանին և ԵԿՄ-ին, պետք է միանան հոգևորականներին։ Կուսակցության անդամները ևս կմիանան հոգևորականներին։ Պետք է նրանք ասեն բոլոր եվրոպական երկրների դեսպանատաններով, բոլոր։ Միացյալ Նահանգների դեսպանատանները դեմը գնան, չգնան, կապ չունի։ Եվրոպական երկրների, եվրոպական անցնեն և ցույց տան ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության այս իշխանությունը պետք է ճանաչվի դիկտատորական, տերորիստական իշխանություն։ Լև գրուպ փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ համացանցում կեղծ լուրեր են պտտվել Վարդան Ղուկասյանի մասին։ Լուրերում նշվում է, թե Վարդան Ղուկասյանը իրեն կախել է։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը իր հայտարարության մեջ հերքել է տվյալ ստահոդ լուրը ու նշել, որ արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր պարզելու համար, թե ով է նման ստահոդ լուրեր տարածողը։ Լևոն Բաղդասարյանի խոսքով տվյալ անձը ժողովրդական արտիստ է, նախագահի թեկնածու, ինչպես նաև միջազգայնագետ։ Լևոն Բաղդասարյանը տվյալ անձին կարճ ժամանակ է տվել, որպեսզի հրապարակայնորեն ներողություն խնդրի, ընդունի իր մեղքն ու ասի, թե ով է տվյալ ստահոդ լուրերը տարածելու համար հանդիսանում պատվիրատու։ Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այս ամենով չի սահմանափակվի, եթե վերջինս հանդես չգա ինքնախոստովանականով, նա կպատժվի օրենքի տառին համապատասխան։ Լևոն Բաղդասարյանը իր խոսքում նաև հայհոյանքներ է հնչեցրել։
Նշենք նաև, որ ավելի ուշ ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է Արմեն Պողոսյանի լուսանկարն ու գրել «Արմեն Պողոսյան 24 ժամ ժամանակ բացատրության համար»։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Վարդան Ղուկասյանը հանդես էր եկել ուղերձով, վերջինս նշում էր, որ իր ողջույններն է փոխանցում հայ ժողովրդին, մարդկանց, ովքեր սպասում են անհամբեր, թե երբ պետք է Վարդան Ղուկասյանն իր ուղիղ եթերներով հանդես գա և լցնի այն բացը, որը շուրջ ամիսներ շարունակ ժողովուրդը տեսնում է։ Վարդան Ղուկասյանը մի քանի քննադատական խոսքով է հանդես եկել, անդրադարձել է նաև հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին, անդրադարձել է Հայաստանի իշխանության կողմից տարբեր մարդկանց ձերբակալություններին, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ապօրինություններին և իհարկե դաժանաբար սպանություններին։ Նշենք, որ այս օրերին հանրությունը մի մարդու նման սպասում է, թե երբ պետք է Վարդան Ղուկասյանը վերջապես վերադառնա։ Վարդան Ղուկասյանի համակիրները, նրա ունկնդիրներն ու ուղիղ եթերի երկրպագուները անհամբեր սպասում են ողջ ու առողջ տեսնելու այս մարդուն։ Շատերը իրենց միակույսը գտնում են հենց Վարդան Ղուկասյանի վերադարձի մեջ։ Կործանված Հայաստանը, շատերի խոսքով, կարող է միայն վերականգնել հենց Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանի օրոք, երբ նա ուղիղ եթերներով էր հանդես գալիս, Հայաստանում նմանատիպ սպանություններ, նմանատիպ սկանդալային դեպքեր տեղի չէին ունենում։ Ինչևէ, մարդիկ իրենց երկրի ապագան տեսնում են Վարդան Ղուկասյանի հետ։ Թե երբ հայտնի կդառնա, որտեղ կշարունակի ապրել Վարդան Ղուկասյանը, դժվար է ասել, մեզ մնում է միայն հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Գևորգ Գրիգորյանն, ով ժամանակ առ ժամանակ ակտիվ է լինում և հրապարակումներով է հանդես գալիս, խոսելով Վարդան Ղուկասյանի տարօրինակ դատավարության, Հայաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին, կրկին հանդես էր եկել ուղերձով, որից մի քանի հատված ներկայացնում ենք ձեզ։ Որպես քրիստոնյա լինելով իմ աջակցությունը Վարդան Ղուկասյանին, ես շատ անգամ փորձել եմ դա բարձրաձայնել, շատ անգամ մարդիկ հասկացել են, մարդիկ կամ որ չեն հասկանում, ինչա նշանակում աջակցել եմ և աջակցելու եմ, որովհետև ես ունեմ իմ բացատրության ձևը քրիստոնյա լինելով, քանի որ դա դժվար է աշխարհին հասկացնելը, բայց դա էլ իմ խնդիրը չի, ես բարձրաձայնում եմ, Աստվածաշունչն ասում է «Ովական ջունի թող լսի»։ Այո, իմ աջակցությունը լինելու է Վարդան Ղուկասյանի հանդեպ, որովհետև նա մեր հայրենակիցն է համար մեկ։ Ես ուզում եմ ասել, որ մեր սիրելի հայրենակիցներին, որ մարդիկ կարող է կարծեն ինչ-որ գևը հետին միտք կամ հետին պլան կամ ինչ-որ որևէ մի բան կարող եք դա, դուք ձեր միտքը ազատ է, կարող եք ձեր միտքը արտահայտվել ձեր մեջ ինչպես կարող եք, բայց ինձ, անձամբ ինձ և իմ անձին պետք չի ոչ մի շնորհակալական խոսքեր, որովհետև եթե մի բան պետք է անես ու սպասես, դա քրիստոնյա վայել չի։ Հենց սա է իմ և շատ աշխարհիկների հակառակ գնալը հոսանքին, ես հակառակն եմ գնում։ Ես վերցնում եմ այսօր Վարդան Ղուկասյանի անձը, Նիկոլ Փաշինյանին և Կաթողիկոսին։ Ես փորձեմ երեքի մեջ գտնենք ինչ-որ լավ և վատ իմաստ և գանք մի եզրակացության, թե իմ ուզածը ինչ էր այս ամեն ինչի մեջ, ես խոստանում եմ, որ ասեմ, և դա միշտ եմ ես ասել, չի փոխվի մոտ ոչ մի բանը, որպես քրիստոնյա լինելով, նայեք, ես չեմ արդարացնում Վարդան Ղուկասյանի հայհոյանքները ամեն մեկս պետք է պատասխան տանք, թե հայհոյանքի համար, եթե տեղին չի, թե Աստծո առաջ, դա ես միշտ ասել եմ, դաժե Վարդանը, երբ որ նա դեռ ազատության մեջ էր, ես իրեն էլ եմ ասել, ես իրեն նորել եմ ասել, բայց դա չեն քննարկում։ Խոսենք Վարդան Ղուկասյան, Նիկոլ Փաշինյան և Կաթողիկոս։ Երեք վերցնում եմ, երեք շատ անձերի կարող եմ վերցնել, ուղղակի հիմա ակտուել այդ անձերին վերցնենք։ Ես չեմ տեսել Վարդան Ղուկասյանի մեջ
որ նա երկիր է վաճառել։ Ես չեմ տեսել մինչև այսօր Վարդան Ղուկասյանի մեջ, որ նա հրաման է տվել 5000-ից ավել երեխաներ սպանվելու։ Դեռ ոչ։ Վաղը թե ինչ կլինի այդ անձի հետ, ես չգիտեմ, Աստված գիտի, բայց ուղղակի ուզում եմ քննենք մի քիչ, sense հասկանանք, որ մարդիկ տարբեր ուղիներ են վերցրել, պետք է հասկանանք, որովհետև 18 թվի, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ սիրո և արդարության, եթե չեմ սխալվում, դες մի բան արեց, բոլորս այդ խայծը կերանք։ Հիմա ես ինչ եմ ակտիվ և ինչ եմ ուզում սրանով ապացուցած լինել։ Վարդանը հասավ մի բարձրության, որը ուներ շատ հզոր բանակ մարդկային, որ կարող էր դեղին հեռախոսը վեկալել և մարդկանցը ոտքի հաներ։ Իմ համար շատ կարևոր էր այս մարդը նույն մարդն է, ոնց որ Նիկոլն ասեց, ես ձեզ սիրում եմ, թե ինքը հակառակն է դրա, ինքը չի ասում սիրում եմ ձեզ, ես աթեիստ եմ, դա շատ ողջունելի է, ոչ թե որ ինքը աթեիստ է, որ մարդը ճշմարտությունն է ասել։ Ուղի եթերի վաղտ էմոցիաների մեջ ինչ կարող է լինել, ես չեմ արդարացնում, բայց դա չի հիմա քննարկումը, որտեղ մենք ունենք ավելի շատ ծանր խնդիր և մեր դեմ դրված լինել չլինելու հարցը։ Հիմա նայեք, Վարդանը, որ ես ողջունում եմ, որ ես միշտ անգամ ես դաժե նախքան իրան նստել ասեմ լսինգեր, դու ավելի քրիստոնյա ես, քան շատ քրիստոնյաներ։ Ուղղակի քեզ ցավ են տվել, դու քո ցավից գոռում ես։ Դա ես ասել եմ իրան։